Պրոբլեմը խորհրդարանական համակարգն է։ Նրանք, ովքեր քաղաքականությամբ չեն զբաղվում, նրանք կամ աստվածներ են, կամ գազան։ Հիմա գիտենք, չէ՞ որ աստվածներ չեն։ Առանց բոլորին դեմ եմ ծրագրի հաղթահարման, մեր երկարաժամկետ ծրագրերը դրանք մնալու են թղթի վրա։ Քաղաքական ընտրությունների շրջանում կամ գնում ես ընտրում ես որևիցե մեկի օգտին, կամ քո տեխնատությունն ես առաջարկում։ Եթե այս երկուսից ոչ մեկն է, ոչ մյուսը, ուրեմն դու կամ հպատակ ես, կամ դու ընդհանրապես քաղաքական չես, դու ջունգլիում ես ելել։ Ջեմ ողջունել ես մեր սահմանադրագետներին, ովքեր երգնել են այսպիսի հանճարեղ բան, որ ասում եմ, Իտալիայում ճանաչվել է հակասահմանադրական կառավարություն չդառնալու դեպքում հավատարիմ ենք լինում բոլորին դեմ եմ քվեին, իրոք մարդիկ եթե բոլորին դեմ են, պիտի ուրեմն մանդատները դնենք, այդ աթոռները մնան թափուր։ Երկիրը առանց համախմբման գոյություն չունի։ Բարև ձեզ։ Այսօր մեր հյուրը բոլորին դեմ եմ շարժման անդամ Հայկ Մանասյանն է։ Պարոն Մանասյան, շնորհակալ եմ հրավերն ընդունելու համար։ Ես եմ շնորհակալ հրավերի համար։ Պարոն Մանասյան, ինչու եք ուզում մասնակցել ընտրություններին։ Քաղաքացին ունի իրավունքներ քաղաքական եւ հենց դրանով է հպատակից տարբերվում։ Քաղաքական իրավունքների ոչ ամբողջ ցանկը չնշելով ընդամենը երկու իրավունք նշեմ, մեկը դա ընտրություն անելու իրավունքն է, երկրորդը ընտրություններին որպես տեխնացու մասնակցելու իրավունքն է։ Եվ եթե քաղաքացին հպատակ չի, առնվազն այս երկու իրավունքից որևիցե մեկից կամ երկուսից միաժամանակ օգտվում է։ Եթե այս գիտակցությանը ըլնի մեր ժողովրդի մի զգալի մասը, այդ նույն զգալի մասը կամ տեխնացություն կներկայացնի կամ կմասնակցի ընտրություններին։ Եթե ես ունենայի տեխնացուներ, որոնք ինձ են ներկայացնում իմ գաղափարները, իմ տեսիլը, ապա ես որպես քաղաքացի միայն կգնայի ընտրությունների քվեարկելու նրա օգտին։ Բայց քանի որ նահագին ժամանակ առաջ նկատեցի, որ չունեմ այդ մեկը եւ այնուամենայնիվ ինչքան էլ դիսկոմֆորտ է մտնել քաղաքական դաշտ եւ որպես տեխնացու հանդես գալ, որպես քաղաքականություն գեներացնող հանդես գալ, որոշեցի, որ եթե ես չանեմ, ով է անելու, եթե մենք չենք անում, բա այդ ով պիտի անի եւ մտա ընտրապայքարի մեջ, պատրաստվում ենք ամենայն դեպս ընտրապայքարի մեջ, որպեսզի մեր քաղաքացիներին ներկայացնենք մեր տարբերակը, մեր որակը, մեր սկզբունքները եւ կտեսնենք, թե քաղաքացին ինչ գնահատական է տալիս։ Կներեք, մյուս պատճառն էլ ավելի այսպես հայեցակարգային, դա այնա, որ կա այդպիսի խոսք ու դա ճիշտ խոսք է, կամ դու ես զբաղվում քաղաքականությամբ, կամ քաղաքականությունն է զբաղվում քեզնով։ Ինչի մասին է խոսքը, այսինքն պարտադիր չի դու լինես քաղաքական գործից, բայց թեկուզ որպես քաղաքացի, որը միայն ընտրությունների է մասնակցում կամ նույնիսկ չի մասնակցում, իր վրա է կրում քաղաքականության հետևանքները։ Այսինքն ազգային ժողովը ինչ որոշում կայացնում է, մեզ համար դառնում է պարտադիր։ Դու չես կարող չանել։ Որոշել է հարկերը բարձրացնի։ Ուրեմն դու պետք է բարձր հարկերը վճարես, դու չես կարող չվճարել։ Քաղաքականությունը հենց այդ որոշումների կայացնելու մասին է, ու եթե դու չես գնում այդ որոշումները կայացնելու կամ այդ որոշումների կայացմանը մասնակցելու, ապա այդ որոշումները կամայականորեն քեզ վրա անդրադառնալու են։ Սա էլ երկրորդ, բայց ավելի մեծ ու հայեցակարգային պատճառը, որ որոշեցի առաջին հերթին իմ կյանքին վերաբերվող որոշումներին մասնակից լինել, եթե ոչ դրանց հեղինակը։ Եվ իմ տեսակին, մեր ժողովրդին, ուրեմն վերաբերվող որոշումներին մասնակից լինեմ, եթե ոչ դրանց հեղինակը։ Նախորդ ընտրություններին 2021-ի 26 քաղաքական ուժեր մասնակցում, եթե ճիշտ եմ հիշում, կուսակցություններ ու դաշինքներ։ Այդ 26-ից որևէ մեկը ձեր տեսլականները առաջ չէր տանում։ 21 թվականին ես որպես այսպես ասած շարքային քաղաքացի պաշտպանել եմ Սամվել Բաբայանի տեխնացությունը եւ կոչ եմ արել կամ, չգիտեմ, հնչեցրել եմ նրան սատարելու կամ նրա օգտին քվեարկելու մասին։ Այս ընտրություններին սպասվելիք կամ այդ 21-ից հետո այնուամենայնիվ որոշեցի, որ ավագ սերնդի գործիչները ժամանակն է, որ գնան վաստակած հանգստի, կարող են որպես խորհրդատու մեզ որոշակի ուղղորդել կամ որոշակի օրինակ ցույց տալ
Եվ այնուամենայնիվ պետք է մենք այդ հարցով զբաղվենք, արդեն փոճուր չենք, փոքր չենք։ Մենք մեր հարցերը պիտի լուծենք, քաղաքական դաշտում պիտի լինի սերնդափոխություն, որովհետև սերնդափոխությունը կյանք է։ Այնտեղ որտեղ չկա սերնդափոխություն, դա մահ է։ Այս պահին կամ առաջիկայում սպասվելիք մահ է։ Հետևաբար քաղաքական դաշտում սերնդափոխությունը որպես գերխնդիր, մի շարք գերխնդիրների շուրջ ընդունելով, ահա որոշեցի, որ մասնակցեմ այդ սերնդափոխությունը, իրականացնեմ այդ սերնդափոխությունը, նաև այդ հարցը կա։ Վերջին երկու մեծ ընտրություններին 21-ի խորհրդարանականին ու 2023-ի Երևանի ավագանու ընտրություններին մարդկանց մեծ մասը չի գնացել ընտրատեղամաս, այսինքն մի դեպքում 52%-ը կարծեմ չի գնացել, մի դեպքում Երևանի դեպքում շատ ավելի մեծ տոկոս չի գնացել ընտրության, որն է սրա պատճառը ու ոնց անենք, որ մարդիկ գիտակցեն, հասկանան, թե ինչքան կարևոր է իրանց այդ մեկ ձայնը ու գնան թեկուզ ինչ որ անվավեր քվեարկեն ինչ որ մեկի օգտին կամ հեսա բոլորին դեմից կխոսենք կամ նման մի տարբերակ։ Ահռելի մեծ թեմա եք ասում, որը մի հատ հսկայական դասախոսության թեմա է։ Կարճ ավելի տենց պարզ հասկանալի լինելու համար դուք երևի խոսանք կամ լսել եք շատ են ասում ձայներ փոշիացնելու մասին։ Իրականում մարդիկ չեն հասկանում ինչա քաղաքական իրավունքը։ Մարդիկ չգիտեն ինչա քաղաքացիությունը։ Մարդիկ քաղաքական չեն։ Մենք այսօր ապրում ենք գրեթե նույն տրամաբանությամբ, ինչ պրիմատները, շիմպանզեները ջունգլիում։ Եթե ուրեմն քանակական բաղադրիչը շիմպանզեների կենցաղի եւ մեր կենցաղի իրարից ուրեմն քանակական բաղադրիչը ահռելի է տարբերվում, որակական բաղադրիչը առանձնակի չի տարբերվում, օրինակ բերեմ, շիմպանզեների համայնքները իրար հետ հարաբերվում են միայն այսպես ասած խնամիական հարցերում, այսինքն աղջիկ են տալի առնում։ Հայաստանում ոչ բարեկամ, ոչ արյունակից հարաբերություններում բացի խնամիությունից, մի հատ ուրիշ համագործակցային բան կասեք, բացի այն, որ մարդիկ կամավոր գնում են, սիրահարվում են եւ ամուսնանում են ու նրա երկու տարբեր իրար հետ ընդհանրապես կապ չունեցող բարեկամական գերդաստանային խմբեր իրար հետ հարաբերվում են։ Սրանից բացի կասեք, որտեղ ենք մենք այսպես տարբեր գերդաստաններով պատերազմին կամ բռնի տեղահանման ի պատասխան կարճաժամկետ ռեակցիաները թողենք։ Կայուն, օրինաչափ, ասենք տասնամյակ տևող ինչ հարաբերություն են գերդաստաններն իրար մեջ անում։ Ոչ մի։ Այսինքն դե հիմա ասեք, տեսնեմ ջունգլիներում ապրող պրիմատից ինչով է տարբերվում քաղաքացիություն ունեցող անհատը։ Ես չեմ ուզում ասեմ։ Մյուս տարբերակը, որ ինքը հպատակ է։ Այսինքն կամ ինքը, նույնիսկ Արիստոտելը այդպես է ձևակերպում, որ նրանք, ովքեր քաղաքականությամբ չեն զբաղվում, նրանք կամ աստվածներ են, կամ գազան։ Հիմա գիտենք, չէ՞ որ աստվածներ չեն, թե պետք է ապացուցենք, ուրեմն գազան են։ Ես ավելի այսպես տիպային եմ ասում, ավելի բնորոշիչ եմ ասում։ Ժողովուրդ պրիմատի կենցաղից մեր կենցաղը ինչով է տարբերում, եթե մենք քաղաքականությամբ չենք զբաղվում, եթե մենք օրվա հացի խնդիր ենք լուծում, օրվա կացարանի խնդիր ենք լուծում, մեր տոհմային կամ ընտանեկան անվտանգության հարցն ենք միայն լուծում, մի քիչ նեղը եղավ, ստեղից կվերցնենք ջունգլիի այս կետից կվերկենանք, կգնանք ջունգլիի այն կետը, որտեղ ավելի խախանդ է կամ սնունդն ավելի շատ է։ Մի հատ ասեք տեսնեմ, եթե վերցնենք մեր կենցաղը, ինչով է դա տարբերվում։ Քաղաքական ազգերի ու ժողովուրդների մոտ դա բազմաթիվ այլ բաղադրիչներ կա, մարդիկ համագործակցում են, մարդիկ մեծ նախագծերի մեջ մասնակցություն են ունենում։ Որոշ դեպքերում ստիպված, որոշ դեպքերում գիտակցված կամավորությամբ, բայց մեծ նախագծեր են իրականացնում։ Ամենամեծ նախագիծը, որ կարող են այդ գերդաստաններ, տոհմեր, ընկերական շրջապատներ, եղբայրություններ կարող են անել, դա պետությունն է։ Մեր դեպքում հանրապետությունը։ Ավելի մեծ նախագիծ միասին անելու չկա, իսկ հանրապետության համար միշտ պետք է իշխանական մարմին, որը մենք պետք է ընտրենք։ Ուզենք, չուզենք, պետք է այդ իշխանական մարմինը ընտրենք։ Այդ ընտրության մեջ մենք պետք է մասնակցություն ունենանք։ Այսինքն մասնակցայնությունը ըստ է կարևոր քաղաքական ատրիբուտ է։ Եվ եթե սա չեն անում, մարդիկ նստում են տները, ժողովուրդ ջան, ես ձեզ կենսաբանորեն հասկանում եմ։ Բայց ես ուզում եմ ձեզ հասկանամ, բացի կենսաբանորենից, նաև մշակութաբանորեն եմ ուզում հասկանամ։ Ես ուզում եմ քաղաքականապես ձեզ հասկանամ։
ու քաղաքականապես ես ընդամենը հասկանում եմ, որ դուք քաղաքականապես այդ հասունությունը չունեք, որ այդ մասնակցությունն ունենաք, որովհետև եթե դու ասում ես, ընդե հարմար տեխնացու չկա, որ ես գնամ ընտրեմ, դրա համար ես տանն եմ նստել, քաղաքական ժողովուրդները այդ հարմար տեխնացությունը ներկայացնում են։ Այդ տանը նստողներից մի 1000 հոգի վեր են կենում, ասում են, այ մենք ենք մեզ առաջարկում որպես հարմար տեխնացու։ Ուրեմն դու երկու տարբերակ ունես, քաղաքականորեն հասուն գրագետ ժողովուրդ լինելու, ուրեմն կոչմանը արժանանալու համար։ Քաղաքական ընտրությունների շրջանում կամ գնում ես ընտրում ես որևիցե մեկի օգտին, կամ քո տեխնատությունն ես առաջարկում։ Եթե այս երկուսից ոչ մեկն է, ոչ մյուսը, ուրեմն դու կամ հպատակ ես, կամ դու ընդհանրապես քաղաքական չես, դու ջունգլիում ես հələ։ Այսինքն քո ծրագրերը, կարգավորումները զուտ կենսաբանական են, քաղաքակրթական չեն։ Հասկանալի է։ Իսկ ձեր համար ընդունելի է տարբերակը, որ ընտրություններին չմասնակցողներին օրինակ տուգանեն կամ ինչ որ տենց տուգանք սահմանված լինի ընտրություններին չմասնակցելու համար, ինչպես օրինակ աշխարհի մի շարք երկրներում կա, չգիտեմ, օրինակ մեր հարևան Թուրքիայում կամ Ավստրալիայում օրինակ նման փորձառություն ունեն։ Ես չեմ ասում Դանիայում կա տենց բան։ Մի խոսքով տեսեք ոնց է։ Ուրեմն ընտրություններին մասնակցայնությունը հանրապետությունների համար դա մտնում է քաղաքացիական առաքինությունների մեջ, այսինքն հանրապետություններում կա քաղաքացիական առաքինություն հասկացություն, որը վերաբերվում է մասնակցայնությանը, օրինակ անվտանգության պաշտպանությանը մասնակցայնությանը, դա բանակում ծառայելն է մեր դեպքում։ Ներդրումներ անել տնտեսական շարժից, դա հարկերին է վերաբերում մեր դեպքում, դրանք քաղաքացիական առաքինություններ են։ Քաղաքացիական առաքինություններից է նաև քաղաքականությանը մասնակցելը եւ ընտրություններին մասնակցելը։ Պարտադիր թե ոչ։ Տարբերակներից մեկը, որպեսզի ես մասնակցայնությունը լինի, դա նախ հեշտացնել այդ մասնակցայնությունը, այսինքն օրինակ, ասենք, լինի on-line, հեռախոսներից, մարդիկ գրանցված են ինչ որտեղ մտնում քվեարկում են։ Սա իհարկե բազմաթիվ ռիսկեր ունի մեր, այսպես ասած, մի քիչ ոչ այնքան ազնիվ կամ դաղալ միջավայրում, որտեղ մեկը կարա գնա հարևանին ասի, այսքան փող եմ տալի, դե քվեարկես ինչի օգտին, հետո այն մյուս հարևանին այսքան փող եմ տալի, դրա համար այդ գաղտնիությունը քվեարկության ոնց որ այս դեպքում չի պահվում։ Բայց օրինակ տարբերակներից մեկը ընտրությանը մասնակցելը հեշտացնելն է, ավելի դյուրին սարքելն է։ Թեև նկատեմ նաև, որ եթե դու գիտակցում ես ինչ է ընտրությունը եւ դու որոշել ես մասնակցել, դու պատրաստ ես կյանքիդ այդ մի օրը տալ, որպեսզի առաջիկա մի քանի տարին քո եւ քո երեխաների ապագան որոշող մարդիկ կախված լինեն քո ձայնից։ Սա մեկ, հեշտացնել ընտրությունները։ Երկրորդ, բաժանել մանր խմբերի, այսինքն օրինակ հիմա մեր ամբողջ երկրում գոյություն ունի մի հատ հանրապետական ընտրություն եւ համայնքային ընտրություններ։ Եվ համայնքային ընտրություններ ու վերջ, 5 տարում ուրիշ ընտրություն չկա։ Համայնքային ընտրություններում էլ միայն ավականի են ընտրում եւ օրինակ քաղաքապետ կամ գյուղապետ չեն ընտրում։ Չգիտեմ, դատախազ չեն ընտրում, դատավոր չեն ընտրում, շերիֆ չեն ընտրում։ Ես սրանք բաներ եմ ասում, որոնք, ասենք, կան կայացած փորձ, որ մարդիկ ընտրում են բազմաթիվ ինստիտուտների ներկայացուցիչների կամ ղեկավարների ընտրում են։ Այս ընտրելու մշակույթը բերում է քաղաքացիական այդ առաքինության զարգացման, մարդը ավելի միտված է որոշելու ինքն իր ապագան, որտեղ ինքը տեսնում է, որ իր ընտրությունից բան է կախված։ Հիմա նայեք, մեկ բազմաթիվ տեղական ընտրություններ դնել, ու բազմաթիվ չէ, լավ մի քանի տեղական ընտրություններ։ Գոնե կարելի է առանձին ընտրել ավականին, առանձին գյուղապետին կամ քաղաքապետին։ Կամ գոնե նախագահի ընտրությունները լինեն ոչ թե խորհրդարանում, հանրապետական մասշտաբում չեմ ասում, հələ ասում եմ փոքր լոկալ։ Էսի մի դեպք, որ այս դեպքում ընտրություններին չմասնակցելու կամ մասնակցելու արձագանքը հարևանների միջավայրի կողմից կլինի, որտեղ ճանաչում են, այ մեր հարևանը չի գնում ընտրության, ու ասում են, այսօր քիչ ես գնում ընտրության, այսօր ախր ընտրությունների օր է, այսօր արդեն մեր համար քաղաքապետ են կտրում, ենթադրենք։ Եթե այս փոքր խմբային սոլիդարությունը չի աշխատում որպես մոտիվացիա ընտրություններին մասնակցելու, ապա գալիս է մյուս տարբերակը մեծ խմբերի դեպքում, միլիոնանոց համախմբման դեպքում, պետության դեպքում պարտադիրությունը։ Իսկ ավելի ճիշտ ոչ թե պարտադիրությունը, երկու եղանակ կա, մի տարբերակ օրինակ խրախուսը, ովքեր մասնակցել են ընտրություններին, նրանց կարելի է խրախուսել։ Ինչ անել, օրինակ հարկերը պակասեցնել։ Ասենք 20% պիտի հարկ վճարի, կվճարի 17% կամ 18%։ Սա մոտիվացիա է, մոտիվացնում է քաղաքացուն, որ մասնակցի ընտրությանը։ Մյուս տարբերակը տուգանքն է։ Մասնակցողին ոչ մի խրախուսական բան չես տալի, բայց պատժում ես նրան,
ով որ չի մասնակցում ընտրությանը, կամ ենթադրենք պիտի գնա բժշկի թուղթ բերի, որ ինքը այսպես է, բայց այդ ծախսերը բժշկի թուղթ բերելու բան ավելի շատ են քաշքշուկները, քան թե եթե ինքը գնար ընտրեր։ Այսինքն իր համար ընտրություններին չմասնակցելն էս բարդացնում, ոչ թե որ ինքը ասի, ես հավես չունեմ, գնամ այսօր զբաղված եմ։ Զբաղված ես աղջիկա նստի տունդ, բայց դու 2 անգամ, 3 անգամ ավելի շատ ես չարչարվելու, թղթեր տանել հիմնավորելու համար, որ դու քիչ ես մասնակցել ընտրությանը։ Ու սենց իհարկե մասնակցայնությունը կաճի, եւ ես կարծում եմ, եթե մենք հանրապետություն ենք, միապետություն չենք կամ չգիտեմ, օլիգարխատ չենք, որտեղ մի որոշակի խումբ է որոշում մնացածի փոխարեն, ապա մասնակցայնությունը որպես քաղաքացիական առաքինություն պարտադիր է։ Ինչպես պարտադիր է զինվորական ծառայությունը կամ կարող ենք ասել երկրի անվտանգությանը, ինչպես պարտադիր է հարկերը։ Եթե դրանք պարտադիր են, ապա քաղաքական իրավունքները դրանք ոչ միայն իրավունքներ են, օրինակ ընտրելու իրավունք։ Դա ոչ միայն իրավունք է, դա նաև լիազորություն է եւ պատասխանատվություն է։ Եվ այդ օրը, ընտրության օրը, շարքային քաղաքացին երկրում հանդիսանում է բարձրագույն իշխանություն։ Այդ օրը ինքն է որոշում, ով է հաջորդ տարիներին ղեկավարելու երկիրը։ Եթե այդ օրից բացի, այդ քվեարկելու պահից դուրս այլ պաշտոնյաներ են որոշում, թե քաղաքացին ինչ պիտի անի, ոնց պիտի անի, ու դա պարտադիր է, եթե նա չանի, ոստիկանությամբ, դատարաններով նրան կհարկադրեն, դա անել։ Ապա այդ պահին, քվեարկելու պահին, երկրում բարձրագույն իշխանությունը քաղաքացին է։ Եվ եթե դու իշխանություն ես այդ պահին, ու չես գնում անես այդ քո իշխանական լիազորությունները չես ուզում անես, դա նույնն է, որ ասենք, չգիտեմ, падգամավորները կամ պարլամենտը կամ գործադիրը ասի, հավես չունենք, չենք գնում երկիրը կառավարենք, այսօր գնում ենք հանգստանանք, մի ամիս արձակուրդից եկել ենք, հավեսի ենք ընկել, մի ամիս էլ պետք է արձակուրդ անենք։ Դա այդ տեսակ բան է, դա գործադուլի պես բան է։ Հետևաբար, այո, եթե ոչ պարտադիր, ապա պետքա ուշադրության կենտրոնում պահվի, որ կամ խրախուսում ենք, կամ տուգանում ենք, կամ եւ նա, պլյուս տեղական ինքնակառավարման ընտրությունների ավելի այսպես ավելացումն ու այդ ընտրելու մշակույթի ձևավորումը, զարգացումը։ Շատ լավ, այս թեման շատ լայն է, որ խոսենք անընդհատ խոսելու բան կլինի, բայց մի քիչ էլ բոլորին դեմ եմ մասին խոսենք։ Մի քանի ամիս բանակցում եք դուք ձեր ընկերները հիմնադիր ազատակարգ կուսակցությունը տարբեր քաղաքական ուժերի հետ ու վերջում որոշում կայացրեցիք միանալ բոլորին դեմ եմ շարժմանը։ Ինչու։ Բոլորին դեմ եմ շարժման նախաձեռնող խումբը մեր ընկերներն են, նորմալ կյանքում, ոչ քաղաքական։ Մեր ընկերներն են, մենք 1.5 եւ ավել տարի առաջ սկսեցինք քաղաքական քննարկումներ, այսպես որոշումներ եւ այլն, բավականին երկար ժամանակ միասին ճանապարհ ենք անցել, բայց մեր ընկերական ուրեմն շրջապատում բոլորին դեմ եմի նախաձեռնության հետ մենք համաձայն չէինք մի կետում, որ պետքա, եթե կառավարություն չենք ձևավորում ու 100 օրը չենք կարողանում իրականացնել, ապա մանդատները դնում ենք եւ դուրս գանք այդ բոլորին դեմ եմ քվեն, դարձնելով իրականում բոլորին դեմ եմ, ուրեմն մանդատ պարլամենտում, թափուր թողելով այդ աթոռները։ Եթե այդ մարդիկ քվեարկել են բոլորին դեմ եմ, նշանակում է այդ մարդիկ մեզ էլ են, չէ՞ դեմ, կոպիտ ասած։ Մենք կրում ենք այդ բոլորին դեմ եմ, ուրեմն քվեն, գործիքը, չգիտեմ ինչ ասեմ։ Հիմա տեսեք, մենք այդ կետի հետ համաձայն չէինք եւ այնուամենայնիվ ոչ մի կերպ չկարողացանք համոզել բոլորին դեմ եմ նախաձեռնող խմբին, որ եկեք այդ մանդատները դնելու պայմանը պարտադիր չլինի։ Իրենք չհամոզվեցին, այդ իսկ պատճառով բոլորին դեմ եմին մենք չմիացանք եւ շարունակում էինք բանակցությունները տարբեր ուժերի հետ։ Մինչեւ բանը հասավ նրան, որ դա այսպես ասած կարելի ասել կոմպրոմիս էր, որ այնուամենայնիվ, որտեվ հոգով սրտով բոլորին դեմ ենք, բայց այդ մի կետի հետ ես համաձայն չեմ, ինչու համաձայն չեմ, համոզմունքների մակարդակում, բայց դա կոմպրոմիս էր, որ լավ, այնուամենայնիվ ես աղճատված, պառակտված գնալով այսպես թե այնպես արդյունք չի լինելու, մանավանդ մենք, որ իրար հետ ընկերներ ենք, իրար շատ լավ ենք ճանաչում, իրար շատ ուժեղ ենք վստահում, մի խոսքով այնուամենայնիվ որոշեցինք հանուն համախմբման
հանուն կոնսոլիդացիայի այդ զիջումը անել, այդ կետից հրաժարվել եւ քանի որ մեր ծրագրերն էլ երկարաժամկետ են, իսկ բոլորին դեմ եմ նախագիծը 100 օրվա ծրագիր է, առանց բոլորին դեմ եմ ծրագրի հաղթահարման, մեր երկարաժամկետ ծրագրերը դրանք մնալու են թղթի վրա։ Եվ դրա համար որոշեցինք այնուամենայնիվ գնալ այդ ինքնասահմանափակմանը եւ 100 օրվա ծրագիրը կիրականացնենք լավ, չենք իրականացնի։ Մեկը այսպես թե այնպես մեր երկարաժամկետ ծրագրի համար մենք այդ 100 օրից հետո էլ կամ մինչև այդ 100 օրն էլ կարող ենք պայքարել։ Եվ բոլորին դեմ եմ միանալու եւ մյուս ուժերին էլ ասեմ, ովքեր կարող է մարդես տեղյակ չեն։ Միանալու հետ առանձնահատկությունն ինչու՞մ է։ Դու միանում ես բոլորին դեմ եմին 3 պայմանի հիմքով։ Առաջին, որ պետքա բոլորին դեմ եմ քվեաթերթիկ լինի, որպեսզի այդ քվեն երևա մարդիկ ոչ միայն բոլորին դեմ լինելով, ոչ թե նստեն տունը ու իրանց քաղաքացիական առաքինությունը, այսպես ասած, մաշվի գնա, այլ հակառակը, ինքը մասնակցի ընտրության ու իր դիրքորոշումը հայտնի։ Երկրորդ, որ 1% անցումային շեմ լինի, որպեսզի պարլամենտը լինի ներառական։ Եվ երրորդ, սահմանադրական մեծամասնության կետը պետքա չեղարկվի, ինչու, որտեղ մեր ժողովուրդը հլետ կետին չի բախվե, բայց դա մոտավորապես սրա մասին է։ Եթե վարչապետ չընտրվեց, օրինակ առաջի փուլով, մի ֆանտաստիկ բան է տեղի ունենում քաղաքագիտական տեսանկյունից, մեծամասնական տարբերակով ընտրված ուժերը, այսինքն երկար խոսամ, որ բացատրեմ սրա աբսուրդը ինչու՞մ է, մենակ մի բան ասեմ, ասենք, Իտալիայում Մուսոլինին էսի արել է, հետո դա ճանաչվել է հակասահմանադրական։ Եվ եթե չեմ սխալվում, Սան Մարինոյում կա 33000 բնակչությամբ այս ընտրակարգը։ Աշխարհում ուրիշ էս անհեթեթություն չկա։ Իդեպ սա ջեմ ողջունել ես մեր սահմանադրագետներին, ովքեր երկնել են այսպիսի հանճարեղ բան, որ ասում եմ, Իտալիայում ճանաչվել է հակասահմանադրական եւ այս կարգը չեղարկել են։ Եվ մեկը 33000-անոց բնակչությամբ տերիտորիայում կա, սա այն դեպքում որ Հայաստանը գոնե 3 միլիոն է, հա, գոնե թվերով հրապարակված։ Հիմա նայեք, այս սահմանադրական մեծամասնության հարցը նշանակում է պարլամենտում 20% հավաքած երկու ուժ կարան իրար հետ մրցեն եւ հավաքեն 60%-ից ավել մանդատ ընտրությունների երկրորդ փուլ անելով, ոչ թե ներպարլամենտական, համապետական ընտրությունների երկրորդ փուլ անելով։ Մի խոսքով սա էլ քանի որ անհեթեթ է, սրա համար էլ երրորդ կետը բոլորին դեմ եմի սա է։ Հիմա մյուս գաղափարները, դուք էլ ինչ անձնական գաղափար ունեք կամ ձեր քաղաքական դիրքորոշումը, սրանքից կարող եք ներկայացնել ձեր անունից։ Այ հիմա ես եկել խոսում եմ, այստեղ ահագին բան, ես իմ անունից եմ ներկայացնում։ Բայց բոլորին դեմ եմի ես 3 կետը սահմանադրական մեծամասնության չեղարկում, բոլորին դեմ քվեաթերթիկ եւ 1%-անոց անցումային շեմ։ Այս կետի շուրջ համաձայնության են գալիս եւ մեր այս պարակտվածությունը, այս կտոր ցիրուցան եղած վիճակը գոնե որոշակի քաղաքական ուժեր, ովքեր պիտի որ վերջը միաբանվեն, միավորվեն, որ իրենցից որևիցե որակ ներկայացնեն, հա, որ իրենցից կարողանան գոնե դրսևորվեն, գոնե նկատելի լինեն, հա։ Ապա ահա այս առանձնահատկությունը կա եւ եթե կան քաղաքական ուժեր, ով ուզում է լինի, որ ուզում է միանա բոլորին դեմին, իհարկե մենք առանձին հանդիպումներ, քննարկումներ, տղաները, ընկերներս տարբեր բանակցությունները շարունակում են։ Ես այս վերջերին ավելի շատ հաթախված եմ այս առօրեական Նիկոլի հետ կապված այս խոսույթների ուրեմն պայքարով, այսպես տեղեկատվական պայքարով կարելի ասել ներքաղաքական։ Ահա մի խոսքով բոլորին դեմ եմին դռները բաց են, ձեզ պետք է այդ 3 կետը ընդունեք եւ պետք է ընդունեք, որ կառավարություն դառնալու դեպքում 100 օր հետո նոր ընտրություններ պետք է լինեն, դա չի տևելու հավերժ այս վիճակով, իսկ կառավարություն չդառնալու դեպքում հավատարիմ ենք լինում բոլորին դեմ եմ քվեին, իրոք մարդիկ եթե բոլորին դեմ են, պիտի ուրեմն մանդատները դնենք, այդ աթոռները մնան թափուր։ Շատ լավ, այդ կայուն մեծամասնության չեղարկումը նաև իշխանությունն է պատրաստվում անել, կարծես այս նոր սահմանադրության նախագծում այդ կետը չի լինելու, իսկ 1%-ի շեմի իջեցման մասին շատ քննադատություններ կային ձեր շարժման հասցեին, որ սա կարող է բերել քաոսի, անընդհատ լինեն ընտրություններ, 1% հավաքող շատ ուժեր անցնեն խորհրդարան ու չկարողանան իրար հետ բանակցել ու կառավարություն ձևավորել։ Հիմա այս ռիսկը գնահատել եք ու ոնց պետք է չեզոքացնել դա։
Սկսենք կայուն մեծամասնությունը, որ կառավարությունն էլ է։ Կառավարությունը 8 տարի ուներ ժամանակ կայուն մեծամասնությունը չեղարկելու համար։ 8 տարի։ Բայց հերիք չի 8 տարի վայելել են դրա բոլոր բարիքները, հիմա 8-րդ տարում մի հատ էլ այդ կայուն մեծամասնությամբ ընտրություններ են կազմակերպում եւ իրենք էլ մասնակցում են այդ ընտրություններին։ Այսինքն իշխանությունները էլ երբ, ասենք 50 տարի հետո որոշել են կամ իրենց սահմանադրական փոփոխությունների շուրջ որ խոսենք, եթե խոսում ենք սահմանադրության մասին, մեծ թեմա է եւ այդ կայուն մեծամասնությունը առանձին վերցրած ոչինչ չի որոշելու, եթե սահմանադրական փոփոխությունների մասին են խոսում, ամբողջ սահմանադրության փոփոխությունների մասին։ Էնպես որ իրանց այդ առաջարկը մի քիչ ուշացած է եւ կարծում եմ բնականաբար այդ ասում աբսուրդ է, չեն կարա դա որևիցե նորմալ երկիր չի կարա այդպես դրույթ ունենա իր սահմանադրության մեջ եւ իր ընտրակարգում նորմալ գոնե 33000 բնակչից ավել ունեցող երկիր չի կարա այդպես բան ունենա նոնսենս է լավ հիմա գնանք մյուս հարցին 1% անցումային դրույթին ուրեմն նայեք ժողովուրդ եթե մեծամասնական ելներ ընտրակարգը այսինքն եթե ամեն մեկը իրեն ներկայացներ մի հոգով էր չի անցնելու պարլամենտ Ստացվելու էր որ 100 հոգի կարան տարբեր մարզերից եւ Երևանից 100 падգամավոր հավաքվեն դառնա պարլամենտ, ճիշտ է։ Այդտենց եղել է, չէ՞ մեզ մոտ։ Հա, բայց հիմա խորհրդարանական երկիր ենք։ Աշխարհում տես բան կա, ճիշտ է։ Ուրեմն խորհրդարանական երկիրն է խնդրեմը։ Խնդրեմը խորհրդարանական համակարգն է, որը բոլորին դեմը այս սրա մասին չի քննարկվում, ես իմ անունից եմ ասում։ Խնդրեմը խորհրդարանական համակարգն է, որը մեր երկրի համար անհեթեթ է։ Ու մի անհեթեթություն մենք դնելով, հետևից շարունակում ենք մյուս անհեթեթությունները, որ այս անհեթեթությունը արդարացնենք, աշխատացնենք։ Չես կարող աշխատացնես, ընկեր, նա միշտ այսպես ասած զբոյա տալու, խափանվելու է։ Հիմա ընդհանուր հայտարարի գալ, ընդհանուր հայտարարի չեն գալիս, ինչ ա լինում, պարլամենտը ցրվում է։ Հետևաբար Միքայել Նահապետյանը սրա մասին շատ լավ ասում է, ուզում ենք կայուն կուռ համակարգ, եկեք մի ապետություն դնենք, մի հոգի լինի թագավոր, երբեք գործադիրի այսպես ընտրության ճգնաժամ չի լինի, երբեք։ Եթե դրա մասին ենք հոգ ստանում, որ բա գործադիր կառավարությունը ոնց կձևավորվի, եկեք թագավոր դնենք, դտես մի 50 տարով ձևավորի, հետո նրա տաղեն կլինի դրանից հետո, անորոշություն չկա։ Բայց եթե ուզում ենք ժողովրդավարական մեխանիզմներ, ուրեմն կան որոշակի ռիսկեր։ Այդ ռիսկերը ոնց են չեզոքացնում։ Եթե դուք գիտեք որ մի տոկոսով անցնելու են։ Հետևաբար դուք մինչև պարլամենտ անցնելը ավելի զուսպ կքննադատեք ձեր մրցակիցներին, ավելի հանդուրժող կլինեք իրար նկատմամբ, որովհետև այնտեղ պետք է համաձայնության գաք։ Եվ այնտեղ համաձայնության համար ավելի էլի եմ ասում, փոխադարձ տոլերանտություն կդրսևորեք։ Արդյունքում բերում է սա ինչի, սա բերում է նրան, որ այս դրույթը հիմնելով ամբողջ քաղաքական դաշտում ունենում ես ոչ թե մի սուտոցի, ոչ թե ցածրամակարդակ փոխադարձ վիրավորանքներ, այլ ունենում ես համագործակցության մեծ խթան։ Եթե գիտեն, որ անցել են պարլամենտ, եթե խելոք չմնան, կցրվեն, նոր պարլամենտ կհավաքվի։ Այդ չցրվելու խաթր մարդիկ սկսում են լեզու գտնել իրար հետ, սկսում են համաձայնության գալ, որովհետև վերջին հաշվով երկիր է, մի ամբողջ երկիր է։ Այս երկրի առաջ, սահմանադրության առաջ, պատասխանատու են մարդիկ, այդ թվում պարլամենտյորները, падգամավորները, եւ 1% անցումային շեմը այդ ռիսկով, որ կարան ընդհանուր համաձայնության չգան, ստիպում է լինել տոլերանտ, իրար լսող, համագործակցող, համախմբող, իսկ երկիրը առանց համախմբման գոյություն չունի, մենք սկսեցինք հաղորդումը ինչից, որ շիմպանզեների օրինակով, ինչու մենք իրար հետ ձեռքի բռնում եւ իրարից օտար անծանոթ մարդկանցով ինչ մեծ պրոյեկտներ ենք անում։ Ամենամեծ պրոյեկտը, որ կարելի է, դա պետությունն է։ Եվ ուրեմն պարլամենտում, եթե իրար ձեռք չբռնեն, այդ մեծ պրոյեկտը չեն կարող անեն։ Եթե հույսներս դրել ենք նրա վրա, որ իրար միս ուտելով լավ, այնց անենք, որ իրար մարդակերությունը, այսպես ասած, շարունակվի, բայց գործադիր ընտրվի։ Հեչ էլ ընտրվի գործադիր։ Ավելի կարևոր ո՞րն է, մարդակերության վերջը դնելը, թե գործադիր ընտրելը այդ մթնոլորտում։ Ինձ համար ֆունդամենտը պետքա լինի համագործակցային։ Մինչև չլինի համախմբում եւ համակարգում չի լինելու պետություն։ Լինելու են կլաններ, նեպոտիզմ, այսինքն ծանոթ բարեկամին առաջ գցել, թայֆաբազություն,
մինչև չլինի համախմբում եւ համակարգում չի լինելու երկիր։ Շատ լավ, հիմա մենք տեսնում ենք, որ ամբողջ քաղաքական դաշտը, ամբողջ մեդիա դաշտը լցնում են 1-2 քաղաքական ուժեր ու փոքր ուժերը այս աղմուկի, այս քաղաքական մեդիա աղմուկի պայմաններում ավելի քիչ լսելի են դառնում, կորում են այս աղմուկի պայմաններում։ Հիմա ինչ եք պատրաստվում անել, որ ավելի շատ մարդ իմանա բոլորին դեմ եմ մասին ու մարդկանց ճանաչելի դառնաք։ Նախընտրական շրջանում, այսինքն երբ որ պաշտոնապես քարոզարշավը սկսի, ինստինկտյան միջոցները, որոնք տրամադրվելու են մեր գաղափարը եւ մեզ ներկայացնելու համար, բավականին ավելի մեծալնելու։ Մինչ այդ մեր ֆինանսական միջոցները, մեր ռեսուրսները, մեր զբաղվածությունը, որովհետեւ մի բան ասեմ, օրինակ, եթե օրենք Նիկոլենք պետության հաշվին ապրում են, հա, բյուջեի հաշվին ապրում են, մի հատ միլիոններով պարգևավճար են ստանում, գնում պարլամենտում հորանջում գալիս են տուն, ամիսը 10-15 օր, այն ասած 10-15 օրը չգիտեմ ինչով են զբաղվում, ապա մենք առավոտը գնում ենք գործի, աշխատում ենք, հալալ քրտինքով տուն ենք պահում։ Մենք չենք կարա չգնանք առավոտը գործի։ Մեզ քաղաքական նախագծեր մշակելու համար, օրինակ, սահմանադրության հիմնադիրներով, հա, արդեն հիմնադիրներով սահմանադրության նախագիծ են կարել կամ պետականաշինության ուղեցույց ենք որպես նախագիծ ներկայացրել, սա 60 քանի էջանոց լուրջ ֆունդամենտալ աշխատանք է։ Այս ամեն ինչի համար մեզ չեն վճարել ու չեն էլ վճարելու։ Այս ամեն ինչը մենք անում ենք մեր ազատ ժամանակ, այսպես կոչված էլի ազատ ժամանակի հաշվին։ Հետևաբար ինչ կարանք մենք անենք, որ մարդիկ մեր մասին շատ անեն։ Կարանք Facebook-ով լայվ անենք, կարանք ձեր ուշադրությանը արժանանանք ու դուք հրավիրեք, ներկայացնենք, սրանով մենք կարողանանք ներկայանալ։ Այսինքն կամ ուրիշ լրատվամիջոցներ կարանք կանչեն, սրանով մենք կարանք ներկայանանք։ Մարզային այցեր ենք հեսա սկսելու, սրանով կարանք ներկայանանք, բայց մեր ռեսուրսները խիստ սահմանափակ են այդ խոշոր ուժերի ֆոնին, այսպես սալյուտի պես երևալու համար, հա, այսպես փայլելու համար։ Հետևաբար հույսներս ինչի վրա է, հույսներս մեր ժողովրդի հոգու մաքրության վրա է, ազնվության վրա է, սիմպաթիայի վրա է, որ մեր ժողովուրդը կնայի կասի, հա էլի, ինձ հետաքրքրեց կողքից ընկերոջն էլ տեղյակ պահեն, որ սենց բան կա, այն մյուսին էլ տեղյակ պահեն, որ սենց բան կա։ Հույսներս ժողովրդի հատկապես հազար ներողություն պիտի ասեմ, այն մարդիկ, ովքեր բովանդակություն են ուզում, ում համար ոչ թե տպավորիչ գրավիչ է, ասենք, պերաշկի ուտելը, որտեղ մարդկա այդքանով արդեն ընտրում է իր տեխնացուին։ Այով լավ պերաշկի կերավ, ավելի սենց բան է, տպավորիչ ձևով պերաշկին կծեց, նրան կընտրի։ Այդ մասային իհարկե մենք առանձնակի տալու բան չունենք, բայց այն կոնտինգենտը, ով բովանդակություն է ուզում, բովանդակություն թե կարճաժամկետում, օրինակ բոլորին դեմ եմ նախագծով, ծրագրով, բովանդակություն թե երկարաժամկետում, օրինակ հիմնադիրի առաջարկած նոր սահմանադրությամբ, տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման ֆոնին հնարավոր սպառնալիքների չեզոքացման, այսպես լուծումներով, այդ մարդկանց մենք տալիք ու ասելիք ունենք, մենք իրար հետ շփվելու ունենք եւ իրար հետ ճանապարհ գնալու ունենք։ Եվ հույսներս այդ մարդկանց վրա է, որ այդ մարդիկ կտարածեն, կկիսվեն, կխոսան, կներկայացնեն։ Շատ լավ, պատրաստում եք առաջադրել ձեր տեխնացությունը բոլորին դեմ է մի վարչապետի տեխնացու լինելու համար, հաշվի առնելով այն սահմանափակումները, այն սահմանափակող փաստաթուղթը, որ կա, որովհետև ուշ թե շուտ պետք է նաև վարչապետի տեխնացու ընտրեք։ Երկու ընտրություն կա բոլորին դեմում, մեկ ուրեմն ցուցակները, падգամավորական ցուցակների ընտրությունը, որտեղ կա ինքնասահմանափակում, ասեցի, եթե կառավարություն չենք դառնում, մանդատները դնում դուրս են գալիս, այդպես բան կա էլի, ասում են դուք խափում եք, գրում եք բոլորին դեմ, բայց մարդիկ գալու են մեկը միամիտ չիմանալով կուսակցություն ընտրելու։ Այդ կուսակցությունը այդ բոլորին դեմ է տանելու է պարլամենտ ու որպես թափուր աթոռ թողնելու է, եթե չդառավ կառավարություն։ Այսինքն ոչինչ չենք խափում, ավելին մենք երաշխավորում ենք, որ բոլորին դեմը ոչ թե լինի վիճակագրական ինչ-որ մի հատ տվյալ, այլ լինի պարլամենտում ներկայացված մանդատ բոլորին դեմ եմ։ Սա մեկ։ Ուրեմն այս ինքնասահմանափակող փաստաթուղթը ստորագրելուց հետո լինելու է ցուցակը ուրեմն տեխնացուների, падգամավորների եւ լինելու է առանձին ընտրություն վարչապետի համար, որտեղ կա ինքնասահմանափակող հետեւյալ դրույթը։ Եթե մենք վերցնում ենք կառավարություն, 100 օրով այդ ծրագիրը իրականացնենք, ապա վարչապետը պիտի 10 տարի հրաժարվի
պետական բարձրագույն պաշտոն կամ բարձր պաշտոններ զբաղեցնել։ Այսպիսի ինքնասահմանափակող բան։ Սա ինձ խանգարում է, եթե անկեղծ։ Դեռ չեմ որոշել, չեմ կողմնորոշվել։ Իրոք, ընկերներս էլ հիմա կլսեն, կասեն Հայկես ինչ ես ասում։ Հա, ես չեմ որոշել դեռ, ես իմ անունը տեղ գրելու եմ, թե չէ։ Ես ինքնառաջադրվելու եմ, թե չէ։ Որովհետև դա ինձ այսինքն մերը սենց է, այնպես չի որ ստորագրենք, ընտրություններին մասնակցենք, հետո տենանք ոնց կլինի։ Բացառված է։ Մեռնելով էլ լինի, պիտի տեր կանգնենք մեր տված խոստումին։ Մեռնելով էլ լինի, պիտի տեր կանգնենք, ներում բեկում չկա տեղ։ Դրա համար ես դեռ իմ մեջ դա չեմ որոշել, ընկերներ ջան։ Ես նպատակ եմ դրել քաղաքականություն մտնել ու երկար խաղալ։ Ու դեռ այդ հարցի պատասխանը չունեմ։ Որպես վարչապետի տեխնացու ընտրություններին, մեր ներքին ընտրություններին տեխնացությունս կդնեմ, թե չէ։ Իսկ բոլորին դեմը շարունակում է բանակցությունները ավելի մեծանալու, ավելի խոշորանալու ու քանի որ ես հետևում եմ, դուք բավականին թափանցիկ ներկայացնում եք բոլոր բանակցությունները, կարող եք ասել հիմա որ ուժերի հետ են գնում քննարկումները, եթե դա տենց խիստ գաղտնի չի։ Նժարի հետ կարծես թե ընդհանուր եզրեր գտնված են, մարտական եղբայրության հետ բավականին դժվար է առաջ գնում, երեկվա տվյալներից իրանց համագումարներ մարտական եղբայրության երեկվա տվյալներից արդյունքներից դեռ տեղյակ չեմ, բայց դժվար է առաջ գնում։ Էլի ուժեր կան, որոնք տարբեր դաշինքներում եղել են 21 թվականի ընտրություններին, բայց դուք առանձին իրանց չգիտեք։ Այսինքն կուսակցություններ են, քաղաքական թիմեր են, որոնք եղել են դաշինքի մեջ։ Օրինակ այսօր մի հանդիպում պիտի լինի, ուղղակի չասեմ էլի, քանի չի բացահայտված։ Օրինակ այսօր մի հանդիպման պիտի գնանք, որը 21 թվականին մասնակցել են, բայց դաշինքի կազմում Կարին Տոնոյանի հետ դաշինքի կազմում են մասնակցել։ 5165 դաշինք։ Ուղղակի ֆիքսեմ, այսօր այդքանը կարամ ասեմ։ Ավելին էլ ինչ, էլի հանդիպում կա այսօր եւ վաղն էլ կա հանդիպում եւ ոչ միայն ուժերի կուսակցությունների, այլ նաեւ անհատների հետ է գնում հանդիպում, քննարկումներ։ Օրինակ Սանասարյան Դավիթի հետ է հանդիպում եղել։ Մի անգամից ասեմ Սանասարյան Դավիթը թող մի քիչ իրար գա, բայց հələ որ ընդհանուր հայտարար չկա։ Շատ ուժերի հետ, ովքեր միանշանակ հայտարարել են, իրանց հետ իհարկե քննարկում չկա։ Դավիթ Սանասարյանից հետ կներեք իրենց կուսակցության, թե իր հետ անհատապես, որտեղ իրենք նաև կուսակցություն ունեն։ Հա, դե ինքն է էլի կուսակցության նախագահը։ Իրենց կուսակցության Իդեմս Դավիթ Սանասարյանի հետ հանդիպում ա եղել։ Թեև Դավիթի հետ օրինակ հիմնադիրն էլ մենք ժամանակին հանդիպել ենք, բանակցել ենք եւ ընդհանուր լեզու չենք գտել, համաձայնության չենք եկել։ Հիմա բոլորին դեմ մի ֆորմատով է այդ քննարկումը գնում, արդյունքը ինչ կլինի, նո չգիտեմ, բայց մեկնաբանելու եմ արդյունքը ինչ էլ լինի։ Ես էլի ջերմ բարևներս Դավիթին, մեկնաբանելու եմ ես արդյունքը ինչ էլ լինի։ Հա, էլ ինչ ասեմ, ում ասեմ։ Մի խոսքով կան էլի քննարկումներ գնում են։ Շատ լավ, շնորհակալ եմ շատ պարոն Մանասյան հետաքրքիր զրույցի համար։ Շնորհակալ եմ մեզ դիտելու համար, շարունակեք հետևել հետքին եւ բաժանորդագրվեք մեր YouTube-յան ալիքին։